Ողջույն բարեկամներ, այսօր մի տեքստ էի գրել նարկոբիզնեսի եւ ընդդիմության նմանությունների մասին։ Խոսքը նրա մասն էր, որ նարկոբիզնեսը հաճախ ներգրավում է իր գործողություններում անչափահասների, որպեսզի նրանք ձերբակալվելիս ավելի քիչ պատիժ ստանան կամ ազատվեն պատժից, քանի որ անչափահասների նկատմամբ այլ կարգավորումներ են գործում եւ հերթական ապացույցը սպասեցնել չտևեց այսօրվա գործողությունների արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեի կրկին ձերբակալվածների մեջ կան անձինք, որոնք ակնհայտորեն խոցելի կարգավիճակում են, օրինակ Կամիկին անունազգանունը հիմա չասեմ, թե փաստաբաններն են հրապարակել, իդեպ հրապարակել են կեղծ ինֆորմացիա, հրապարակել են փաստաբանական ըստ էության գործունեությունը ոչ հարիր կեղծ ինֆորմացիան է, որոնք են խախտել, որտեվ հայտարարել են, որ կա ворթեգրված 5 երեխա, ինչը նախ այդպես չէ, բայց եթե լիներ էլ ворթեգրված երեխա, դա օրենքով արգելվում է բացահայտել, որպեսզի այդ երեխաների լավագույն շահը չոտնահարվի։ Այդ կինը խնամակալ է 2 երեխաների եւ 1 հոգու էլ հոգաբարձու է եւ նաեւ ունի իհարկե սեփական երեխա, 4 երեխա է խնամում ըստ էության անչափահաս, իհարկե երեխաները որոշ ժամանակ տանը չեն հասկացնում, այլ հատուկ կրթահամալիրում, բայց տեսեք իմ ասածը ինչպես է ապացուցում, այսինքն ընդգրկում են այնպիսի մարդկանց, որ վաղը իրավապահ մարմինները օբյեկտիվորեն, այստեղ սուբյեկտիվություն ես չեմ կարծում, որ կա, պիտի ավելի մեղմ պատիժ սահմանեն, որտեղ այդ երեխաները կմնան առանց խնամքի։ Եվ սա կրկին ապացուցում է ընդդիմության եւ նարկոբիզնեսի նմանությունները, ինչը ես նշել եմ այսօրվա իմ տեքստում, եւ ես չեմ զարմանա, եթե այսպիսի նման դեպքեր էլի լինեն։ Հետևաբար, սիրելի քաղաքացիներ, պետք է ճանաչեք ընդդիմությանը եւ ընդհանրապես քաղաքական ուժերն, իսկ բոլոր հանցագործները եւ բռնվելու են եւ պատժվելու են, հաշվի առնելով ամեն ինչ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։